Եվ բարի վերադարձ Mountain High Farms, ջրաղացի ձոր, Դիլիջան ազգային պարկ, Տավուշ։ Սա Mountain High Farms-ի ուղիղ հեռարձակումն է։ Մենք բոլորս հիմա իրական ժամանակի մեջ տեսնում ենք գեղեցիկ ջրաղացի ձորը, նախ եւ առաջ բոլորս տեսնում ենք Եղնասարը բարձր եւ նրա շատ գեղեցիկ լանջերը։ Մենք տեսնում ենք մեր դորպերներին, ահա այնտեղ։ Մենք տեսնում ենք մեր անգուստներին, մի վարքյան փորձեմ զում անել, ահա ելնում է։ Մեր անգուստներին այն հովտում, դրանք մեր անգուս մայրերն են իրենց փոքրիկների հետ եւ այն ամենահեռվում մեր անգուս տղաների արոտավայրն է։ Սա Mountain High Farms-ի ամբողջ պատկերն է, գեղեցիկ լանջերը, այստեղ մեր ֆերմայի բարեկամ երկրների դրոշներն են, ներառյալ Mountain High Farms-ի դրոշը, Հայաստանի դրոշի կողքին։ Ես կշրջվեմ դանդաղ, որպեսզի դուք տեսնեք նաև ամբողջ համայնապատկերը։ Խնդրեմ, սա արդեն ես նայում եմ հյուսիսից, հարավից դեպի հյուսիս, ինչպես միշտ այստեղ եղանակը արագ փոխվում է, հիմա մեր ուրեմն հյուսիս-արևելքից գալիս են ամպեր, մեզ խոստացել են թեթև անձրև այսօր, եւ ջրաղացի ձորը ձգվում է մինչև այն վերջի հեռու այն սարը, տեղացիներն ասում են Գոշի սար, որովհետև Գոշ գյուղը այդ կողմն է։ Այս մասում մենք ունենք ջրաղացի գետը, որը անցնում է մեր կողքով, ահա նրա այդ գետի ձորը, այստեղ մեր կենցաղային մասն է, տաք ջուրը արևային, ջրի բակը եւ մեր եղանակային կայանը, որով մենք անում ենք մեր չափումները, տեսանյութերի մեջ երևի տեսած կլինեք, նա նաև միացված է արհեստական բանականությանը եւ ամենակարևոր սարքավորումը դա սա է։ Սա մեր Starlink-ն է, որով մենք կապ ենք հաստատում աշխարհի հետ, քանի որ այստեղ չկա որևէ կապ ընդհանրապես, ոչ բջջային, որևէ ընդհանրապես եւ ես չգիտեմ կհամարվի սա գովազդ կամ ոչ, բայց Starlink-ը շատ օգտակար, արագագործ, մենք ունենք 400-ից ավել մեգաբիտ վայրկյանում կապ, որը Երևանում էլ չկա, չեմ կարծում, եւ ոչ սարքը, ոչ էլ ուրեմն subscription-ը, բաժանորդագրումը այդքան թանկ չէ, հատկապես եթե խոսքը գնում է փոքր, ուրեմն 400-ից 500 մեգաբիտ արագության փաթեթների համար։ Մի քանի րոպեից, այսինքն 18 րոպեից մեր մոտ սկսվելու է պրեմիերան, որը վերաբերվում է օդից ստացված մսին։ Իմ համար դա շատ կարևոր է, որպեսզի բոլորս հասկանանք, որտեղից է իրականում գալիս միսը։ Եվ ես կամ մենք Mountain High Farms-ում մենք առաջարկում ենք, որպեսզի միսը ստացվի օդից։
Այնտեղ մի քանի բառ կա, որ հարկավոր է ուշադրություն դարձնել այդ տեսանյութի մեջ։ Օդ առաջի հերթին, հիմնականում օդի ածխաթու գազի եւ ածխածնի մասին է, խոտ եւ միս։ Այս 3 բառերը իրար հետ շատ կապված են, որովհետեւ իրականում ածխածինը, որը օդում է, ածխածու գազի տեսքով եւ խոտը եւ հողը եւ միսը իրար մեջ ունեն մեկ ընդհանուր բան, դա ածխածինն է։ Եվ շատ կարևոր է հասկանալ, որ իրականում ածխածինը դա կյանքի նյութն է, բնության մեջ ամեն ինչ պարունակում է ածխածին, եւ միսը, որ ստանում ենք մենք, իրականում ածխածնի շրջապտույտի արդյունք է։ Եվ այն անգուստները, որոնց դուք տեսնում եք հիմա հեռվում, եւ այս դորպերները, իրենք իրականում արևային մարտկոցներ են, որոնք հավաքել են ածխածինը։ Տեսեք, արևային մարտկոց մենք ունենք այստեղ, արևային մարտկոց մենք ունենք այնտեղ, հա տեսնում եք մեր հիմնական էլեկտրոկայանի, արևային էլեկտրոկայանի մարտկոցներն են։ Եվ կենդանիները եւ նույնիսկ խոտը, դրանք արևային մարտկոցներ են, իրենք հավաքել են այդ ամբողջ էներգիան եւ ածխածինը, կենդանիների մասին է խոսքը, եւ վերածել են դա մսի։ Դա է կարևոր։ Պատկերացրեք, որ դուք ունեք 2 տեսակի արևային մարտկոց, մեկը որ աշխատում է ներողություն, 2 տեսակի մարտկոց ունեք, պատկերացրեք, մեկը որ աշխատում է արևային պանելներից, իսկ մեկը աշխատում է ասենք դիզելային գեներատորից։ Okay? Արևայինը դուք ստանում եք մաքուր արևից, դիզելային գեներատորը դա նույնպես ածխածին է, հարկավոր է գնել դիզելը, վառել, որպեսզի դուք էներգիա ստանաք։ Եվ հատկապես սննդի դեպքում, հատկապես մսի դեպքում շատ կարևոր է, որպեսզի ածխածինը լինի մաքուր, չլինի գնված կերից ածխածին, այլ լինի արևից ստացված ածխածին, որից կարելի է նաև ստանալ սնունդ, տվյալ դեպքում միս։ Սա տեսանյութի մեջ այդ բառերի մասին, որոնք շատ կարևոր են։ Ես պետք է խնդրեմ, որպեսզի մնաք իհարկե այս մեր YouTube-ում, որովհետև այս ուղիղ հեռարձակումից հետո կսկսվի մեր պրեմիերան հենց այդ թեմայով։ Ես կլինեմ չաթում եւ կարող եք գրել հարցեր։ Ես չեմ ուզում, որպեսզի բոլորը միանգամից ընդունեն այդ գաղափարը։ Իրականում իմ միակ ցանկությունը եւ նպատակը քննարկումն է, որովհետեւ հավատացեք, շատ դժվար է նույնիսկ ուսումնական հաստատություններում մարդկանց, երեխաներին ուսուցանող մասնագետներին բացատրել պարզ հասարակ տրամաբանությունը եւ տարբերությունը արտադրական կամ արդյունաբերական մսի, որոնք մենք բոլորս օգտագործում ենք տանը եւ նույնիսկ մեր երեխաներին ենք դրանով կերակրում եւ վերականգնողական մսի միջև։ Երկուսն էլ ստեղծվում է ածխածնից, բայց ադրական արդյունաբերական մսի կենտրոնում կենդանին է եւ միգուցե գնված կերը։ Լեգետ կարող են ստեղծել մարդիկ, ասենք դե սա նենց կերով է կերակրված, սա նենց կերով է կերակրված։ Վերականգնողական մսի, որը մենք ենք արտադրում, կենտրոնում ոչ թե կենդանին է,
այլ ամբողջ այս համակարգը, արևը, օդը, արոտը կամ խոտը կամ բույսը եւ կենթանին։ Եվ կենթանին ընդամենը դրա մասն է։ Կենթանին ընդամենը գործիքն է, որը կառավարում է այս ամբողջ էկոհամակարգը։ Ուշադիր նայեք այս ջրաղացի գեղեցիկ ծորի համանապատկերին։ Ամեն մի սանտիմետր խոտը եւ կանաչը եւ բույսերը այստեղ ստեղծել են այս կենթանիները, անգուսները եւ դորպերները։ Իրենք են ստեղծել։ Եվ այն իրականությունը, որ այստեղ ոչինչ չի չորանում, եւ ամբողջ ժամանակ մնում է կանաչ, այս կենթանիների արդյունքն է։ Այս էկոհամակարգը կլիներ պակաս, ոչ ամբողջական, չբալանսավորված, եթե այստեղ չլինեին կենթանիները, եւ եթե այստեղ չլինեինք մենք, սա նույնպես կարեւոր է, որովհետեւ մարդիկ են կառավարում, Mountain High Farms-ի թիմն է կառավարում կենթանիներին, որպեսզի պահվի այս համակարգը խիստ ուրեմն հավասարակշռության մեջ։ Մի փոքր հապաղում եւ դուք կորցնում եք հող, դուք կորցնում եք էկոհամակարգի մասնիկ, դա կլինի խոտ, դա կլինի ջուր, խոնավություն, որը նույնպես կարևոր է, հողի առողջություն շատ կարևոր է, եւ վերջում իհարկե դուք կկորցնեք հենց այն պրոդուկտը, հենց այն արտադրանքը, կոպիտ ասած, որը ուրեմն որը մենք համարում ենք միս, որը ստացվում է օդից։ Եկեք մտածենք դրա մասին եւ հատկապես պրեմիերան նայելուց, տեսանյութը նայելուց, նաեւ ես ուզում եմ եւ խնդրում եմ, որպեսզի ձեր մոտ առաջանան հենց ձեր համար հարցեր։ Ինչի է սա հատկապես մեր համար կարևոր։ Ոչ միայն Mountain High Farms-ի, այլ նաեւ Հայաստանի համար, որովհետեւ Հայաստանի ամբողջ անասնապահությունը, մսա ստեղծումը, մսարտադրությունը հենված է դրսից բերած կերի հիման վրա, այսինքն դրսից ներկրված, գնված ածխածնի հենքով մի ստանալուն։ Սա է մեր ամենակարևոր բաց թողումը։ Մենք ածխածին ներկրում ենք, գնում ենք գումարով, բերում ենք այստեղ եւ փորձում ենք ստանալ միս, կաթ եւ այլ մթերքներ։ Առանց մտածելու եւ հասկանալու, որ իրականում մենք դա կարող ենք ստանալ օդից։ Պետք չի գնել մի բան, որը կարելի է ստանալ օդից։ Բերեմ նույն արևային էներգիայի կամ մարդկոցի համեմատությունը։ Դուք պատկերացրեք, որ դուք արևի լույսի համար չեք վճարում։ Մեր գյուղատնտեսությունը, անասնապահությունը կառուցված է այնպես, որ մենք իրականում վճարում ենք այդ լույսի համար, այդ էներգիայի համար, այդ պրոտեինի համար, որը հետո պետք է դառնա միս։ Այն դեպքում, երբ որ նա օդում է։ Եվ հատկապես Հայաստանի համար կարևոր է, որովհետև նորից եմ ասում, Հայաստանի կեսը, տերիտորիայի կեսը եւ միգուցե ավելին, եթե հարթացնենք այս բոլոր լանջերը, կստացվի երևի տերիտորիայով ավելին, մաթեմատիկական տերիտորիայով ավելին։ Այս լանջերն են, որտեղ ոչինչ չի աշխատում, ոչինչ, ոչ մի սարքավորում չի կարող աշխատել, ոչ մի մեխանիզմ, ոչ մի տրակտոր, բացի կենթանուց։
Եվ նրանք բացակայում են այս լանդշաֆտում, մեր լանդշաֆտում, Հայաստանի արտադրական, տնտեսական բալանսից մեր երկրի կեսը հանված է, որտեղ կարելի է ստանալ միս օդից, կաթ կարելի է ստանալ օդից, կարակ, պանիր, ինչ եք ուզում, դուք ասեք, ամեն ինչ ինչ որ տալիս է կենթանին, թռչունի միս կարելի է ստանալ օդից, անգուսի միս կարելի է ստանալ օդից, դորբերի միս է ստանալ օդից, և սա կատակ չէ, սա իրականություն է, երբեմն անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ պարզ հասարակ բաներ այդպես մեծ խնդիրներ, երկրի խնդիրներ են լուծում, մենք պարենային կախվածության մեջ ենք, մենք չունենք պարենային անվտանգություն, մի օր գա, երբ օրինակի համար այսօր սանկցիաների աշխարհ է, հա? Եվ մի օր կգա, որ ասենք թե մեզ մի բանը կարգել են արտահանել կամ ներմուծել, հերիք է, որպեսզի մեզ արգել են ներմուծել ինչ-որ մի բան, օրինակի համար միս, ինչ-որ տեղից, վերջ մենք քաշվեցինք, մենք պիտի գնանք ինչ-որ ուրիշ տեղից գնանք, և սա ոչ միայն մսի մասին է, մենք պարենային անվտանգություն չունենք, մենք ունենք մեծ խնդիր, և այդ մեծ խնդիրը մեր տեսլական է, մտածելակերպն է, թե ինչպես է աշխատում այս ամբողջ համակարգը, որը կոչվում է անասնապահություն, անունը դրեք մսարտադրություն, ինչ ուզում եք անունը դրեք, բայց դա միանգամից փոխվել է մեր մոտ, կփոխվի, եթե մենք նայենք դրան այլ կերպ, այլ տեսանկյունից, բոլորովին այլ տեսանկյունից, դա է խնդիրը, որ մեր մոտ չի փոխվում մի բան, դա է խնդիրը, որ ես տեսանյութերն եմ նաև կարող եք նայել մեր վիճակագրությունը Հայաստանում արդեն համարյա 40%-ով պակասել է կենդանիների գլխաքանակը, այդ կենդանիները ֆիզիկապես չկան, դրանք 100 հազարավոր գլուխներ են, ճիշտ հասկացեք, 100 հազարավոր գլուխ կենդանիներ չկան մենակ այն պատճառով, որովհետև մենք այլ կերպ ենք նայում այդ ամբողջ համակարգին, նայում ենք դա իներցիայից դրդված, նայում ենք դա ուղղակի սենց կաղապարային, առանց լայն հասկանալու, թե ինչ է, որտեղից է գալիս, դա ածխածին է, մենք խոսելու ենք այս տեսանյութում ածխածնի մասին, թե ինչպես է նա փոխակերպվում տարբեր համակարգերում և ինչպես է դառնում դա պարեն, օրինակի համար միս կամ կաթ, հիմա պատկերացրեք, դուք ուզում եք գնել դա, այդ ածխածինը, թե բերել օդից, և որն է ավելի տնտեսապես արդյունավետ, օդից միս ներբեռնելը, թե միս ներբեռնելը օրինակի համար, չգիտեմ, հատիկային կերից, կամ արհեստական կերերից, կոմբինացված կերից, որն է ավելի կարևոր, որն է ավելի տնտեսապես արդյունավետ, մեր համար, մեր նման երկրի համար, որի Աստծո տված հողի կեսը այսպիսի թեք լանջեր են, կամ այսպիսի թեք լանջեր, որը հիմա տեսնում ենք, որն է ավելի տնտեսապես արդյունավետը, սա է, ես ուզում եմ, որ բոլորս մտածենք սրա մասին, և սկսենք քննարկել սա, Mountain High Farms-ը այստեղ ջրաղացի ձորում և
ստարտափում արդեն 6 տարի է աշխատում է։ Եվ մեր կենտրոնները արածում են տարին 10, երբեմն 11 ամիս։ Մենք կերակրում ենք իրենց հավաքված տուկավորված խոտով ընդհանրապես տարվա մեջ 1-2 ամիս ամեն աշխատը։ Եվ այս կենտրոնները չեն ուտում ոչինչ, բացի մարգագետնային բուսականությունից։ Նույնիսկ հավաքված խոտը տուկավորված որ բերում ենք, նույնպես մարգագետնային է ուղղակի պաուստավորված է, մենք դա կոչում ենք ռազմավարական պաշար, որ օգտագործենք միայն այն ժամանակ, երբ որ ձյունը ծածկում է արոտավայրերը։ Այս լանջերը, որ դուք տեսնում եք, անգուսները արածում են ձմռանը, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամսին են արածում այստեղ, անգուսները, պատկերացրեք, սա է մեր հիմնական առավելությունը, սա է նշանակում ուրեմն վերականգնողական ստացված միս, կամ դա կարող է լինել օրինակ համար կաթ կամ չգիտեմ ուրիշ կաթնամթերք, խոշոր եղջյուրներից կամ մանր եղջյուրներից կամ խոզերից, նույնպես վերականգնողական, ամենակարևորը շատ կարևոր է, կառավարվող արոտավարությամբ ստացված։ Միայն այդ դեպքում հնարավոր է ունենալ կանաչ խոտ մինչև ուշաշուն, որը բավարարի կենդանիներին եւ չլինի կարիք որևէ այլ կերերի։ Սա է իմ կարծիքով կարևորը։ Ես տեսնում եմ, որ հիմա արդեն համարյա պետք է սկսվի մեր տեսանյութը պրեմիերան, շնորհակալություն եմ հայտնում հետևելու համար, եկեք հետևենք եւ կտեսնվենք։